Հալելույա, ամեն փառքը, ամեն պատիվը, ամեն գոհությունը, ամեն մեծարանքը միայն ու միայն մեր Սուրբ Տիրոջը, ամեն, հալելույա, Տերը օրհնի ձեզ շատ սիրելիներս, Աստված օրհնի էլ ավելի զորացնի, հալելույա, հետաքրքիր մի հատ երգ երգեցինք, ես ուրախ եմ իմ Տիրոջ տան մեջ, սիրելիս, այս ուրախությունը եթե դու չես վերապրել, ապա Տիրոջը խնդրի, որ նա տա այդ ուրախությունը, որ դու զգաս, թե իրականում ինչ քաղցր է նրա տան մեջ գտնվելը, թե իրականում ինչ մեծ զորություն է, ինչ մեծ օծություն է իր տան մեջ գտնվելը, իր տան մեջ գտնվելը սիրելիներս նա չի, իր տան մեջ գտնվելը այն չի, որ պարզապես գալիս ենք այստեղ ուղղակի, իր տան մեջ գտնվելն այն է, որ մենք բաժնեկից ենք այդ տան գործերի մեջ, Ամեն, հալելույա, հալելույա, սենց մի հատ արտահայտություն էր մայրս ինձ ժամանակին անում, երբ որ ես տնից կդրված էի, ասում էր տղա ջան, դու ես տնից չես, ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չես, ոչ մի բանին չես օգնում, ձեռ չես գցում, գիտեք, հայտնություն եք ավես վերջերս, որ հələ տեսեք ճշմարտություն կա, Տիրոջ տան մեջ լինելը, դա այն չի, որ այստեղ ենք, այլ այն է, որ մենք բաժնեկից ենք այդ տան գործերին։ Ամեն։ Փառք Հիսուսին սիրելիներս։ Անցած կիրակի մենք չէինք եկել, կուզեմ մի փոքր վկայությունով կիսվել նախքան խոսքին անցնելը։ Հետաքրքիր ընթացք էր, հետաքրքիր ու շատ դժվար, ծանր, լսած կլնեք։ Դավիթի մոտ խնդիր առաջացավ Ադամի հետ կապված, ընդհանրապես արդեն կար այդ խնդիրը, երկար ժամանակ մենք տեղյակ էինք արդեն, ուղղակի երկու շաբաթ առաջ շատ սուր բարդացավ իրավիճակը, այս կողքի Ադամը հետևի սկսեց շատ ուժեղ ցավել, սկսեց ուռել, սենց կախվել, ու երբ որ տենում ես այդ երեխան այդ ցավի մեջ չի դիմանում էլ, դու էլ անզորու ես էլ, չգիտես ինչ անես, աղոթեցիր, օծեցիր յուղով, դեղը տվեցիր, ամեն ինչ արեցիր, տարար բժիշկի հասցեցիր, բայց այդ ցավը չի անցնում, այդ երեխան էլ տանջվում է այդ ցավի մեջ, չի կարում քնի, սենց մի հատ բան եկավ սրտից մեջ, Տեր ջան, հիմի ինչ կտայի, որ այդ ցավը ինձ գար։ Սեներս ու միանգամից տենց հայտնություն եկավ այդ բանին, ես իզորու չէի այո այդ ցավը իմ վրա վերցնել, բայց մեր հայրը վերցրեց, ամեն մեկիս ցավը սիրելիներս, այն ցավը, որ հավիտենական էր, այդ ցավը իզորու էր նա վերցնել ու դա արեց սիրելիներս, գիտեք ես չեմ ասում նրա մասին, որ Տերը ինձ այս ձևով ինչ-որ մի բան էր սովորացնում, որովհետև ոչ մեկս էլ ազատագրված չենք դժվարություններից, ոչ մեկս էլ ազատագրված չենք փորձություններից, ոչ մեկս ազատագրված չենք այսպիսի իրավիճակներից, բայց մի բան կարանք ասենք սիրելիներս, բոլորս էլ վստահ կարանք ասենք, որ կրակների մեջով էլ անցնենք, մեր Տերը մեր հետ է, ու այդ իրավիճակի մեջ էլ, ինչքան էլ վատն է, ինչքան էլ դժվար է, էլի սիրելիներս մի բան խաղում ենք, էլի աճում ենք, էլի մի բան սովորում ենք, ու այս պարագայում սիրելիներս ես ավելի լավ հասկացա իմ հոր սիրտը։ Սիրելիներս ու այդ հոր տան մեջ բնակվելը ուրախություն է պատճառում, այդ հոր տան մեջ լինելը լիություն է, այդ հոր տան մեջ լինելը դրանից լավ բան չկա։ Այսօրվա վերնագիրն էլ գիտեք հետաքրքիր է ինչ է։ Կփոխեք։ Վերնագրել եմ այսենց, մի հեռացի տնից։ Գիտեք, նախատեսված չէր, որ այսօր ես պիտի խոսք ասեի։ Եվ երբ որ երեք սենց աղոթքի մեջ է, ասում է Տեր ջան, չկա, նյութ չունեմ, միանգամից, շատ հազվադեպ միանգամից խոսք եկավ, որ էսա, թեման էսա, ու այս թեման սիրելիներս շատերս ենք շատ անգամ լսել, բայց գիտեք մեկ մեր Տերը ասում է, շատ ես լսել, բայց մոռացել ես։ Շատ ես լսել, բայց հեռացել ես, պետք է մեկ նորից վերհիշես, ու սերներս այս թեմայի շուրջ, որ ես կուզեմ կարդամ իմ Աստվածաշնչից, շատ լավ բոլորս գիտենք այս առակը Հիսուսի պատմած,
Բոլորս էլ շատ անգամ կարդացել ենք, բոլորս էլ շատ անգամ քարոզ ենք լսել։ Ու ասեմ ձեզ, ես էլ նույնիսկ կարամ վկայեմ, ամեն անգամ սրա մասին քարոզ լսելուց մի նոր հայտնություն եմ ստանում։ Մի նոր բան է բացվում։ Ու ես համոզված եմ, որ մեր Տերը, այո, միշտ ունի նորը մեր համար։ Մեր իրավիճակին համապատասխան Աստված խոսք ունի։ Կուզեմ կարդամ, ու կուզեմ, որ ամեն մեկս, եթե ունես Աստվածաշունչ քո հետ, ինձ հետ կարդա կամ ստեղ էկրանից կարդա։ Կուզեմ այս խոսքերը գիտակցաբար կարդաս։ Ղուկաս 15:11 Հիսուսը ասում է. Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. Հայր, տուր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջը սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ։ Ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց այն երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, եւ սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերուների պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով ասաց. Քանի վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամա կորչում եմ։ Վեր կենամ, հորս մոտ գնամ ու նրան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առջև։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Ինձ քո վարձկաններից մեկն արա, եւ վեր կացավ, իր հոր մոտ եկավ։ Եվ երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթաց։ Վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Հայրն իր ծառաներին ասաց. Իսկույն բերեք լավագույն պատմուճանը ու հագցրեք նրան։ Մատին մատանի դրեք եւ ոտքերին կոշիկներ։ Բերեք պարարտ եզը, մորթեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Եվ սկսեցին զվարճանալ, իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Միշտ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե ինչ է այդ։ Նա էլ ասաց նրան. Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ եւ առողջ ընդունեց։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Իսկ նա հորն ասաց. Ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ, եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել։ Բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ ես մորթեցիր։ Հայրն ասաց նրան. Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է։ Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև այս քո եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Հիսուսի առակներից երևի ամենատպավորիչներից մեկն ասա սիրելիներս, ու վերնագիր կա արդեն այս առակին, մենք հայերենում ասում ենք անառակ որդու առակը, գերմաներենում կորած որդու առակը։ Գիտեք, հետաքրքիր մի հատ մեկնություն կա, էլի, որ ինչի համար է հայերենում անառակ որդու պատմությունը եւ գերմաներենում կորած որդու պատմությունը։ Այո, սա մշակույթային ասիեներս, թե ոնց ենք մենք վերաբերվում, ոնց ենք մենք տեսնում մենք հորը, ոնց ենք տեսնում այս իրավիճակը։ Այո, նա անառակությամբ զբաղվեց սիրելիներս, բայց հոր համար նա կորած էր։ Անառակությամբ վատնեց ամեն ինչը, բայց նա հոր համար մեռած էր։ Եվ սիրելիներս, այս վերնագիրը անգամ քո հայացքն է փոխում այս պատմության, որ ինչի մասին է իրականում խոսքը գնում, սիրելիներս, այստեղ անառակ որդու մասին չի խոսքը։ Այստեղ մեր հոր մասին է խոսքը։ Այստեղ մեր հոր սրտի մասին է խոսքը։
Թե իրականում ինչպիսին հայր ունենք սիրելիներս, եւ ես այդ վկայությունը, որ պատմեցի, հենց այնպես չէր, այդպիսին սիրտ ունեցող հայր ունենք սիրելիներս, որ չի կարող տեսնել մեզ ցավերի, դժվարության, անառակության եւ այլ նման բաների մեջ։ Չի կարող սիրտը տանի սիրելիներս, ասում է ես լինեի։ Ու նա եղավ սիրելիներս, նա եղավ։ Գիտեք, այս պատմությունից մի քանի բան ենք քաղում։ Բնականաբար ես չեմ ասում, որ ամենը ես հիմա պատմեմ, բայց կուզեմ մի քանի կետի մասին ավելի մանրամասնենք։ Կուզեմ, որպեսզի ավելի այն տողերի արանքը կարդանք։ Կուզեմ տեսնեմ իրականում ինչ կա սրա հետևում էլ ավելին։ Եվ առաջին կետը սիրելիներս, սա բնականաբար բոլորս էլ գիտենք, թե այդ որդու ցանկությունը ինչն էր։ Նա անկախության էր ցկտում։ Նա ուզում էր անկախանալ հորից։ Նա ուզում էր անկախանալ ընտանիքից։ Նա ուզում էր անկախանալ դրվածքից։ Նա ուզում էր անկախանալ այդ տան գործող օրենքներից։ Նա ուզում էր ինքը որոշել, թե ինչ անի իր կյանքով։ Ամեն։ Ինչ ասում։ Հայր, տուր ինձ ունեցվածքից, ինձ հասնող բաժինը։ Հələ մի հատ абսուրդ իրավիճակը մի հատ տեսեք, սիրելիներս։ Այս մարդը ուզում է անկախանա, բայց հոր միջոցներով։ Սիրելիներս, սա անկախություն չի։ Մենք չենք կարող անկախանալ, սիրելիներս, ինչ որ մի բանից, եթե հələ այդ դրանից կախվածություն ունենք։ Ամեն։ Եվ ասում է տուր ինձ իմ ունեցվածքի ինձ հասնող բաժինը։ Տուր։ Սիրելիներս, անկախ, բայց հոր ռեսուրսներով։ Абսուրդ է։ Արդեն ինքը ի սկզբանե այս ցանկությունը, որ նա ուներ անկախանալու, գիտեք ինչին եմ նմանացնում, Ադամի անկախանալուն։ Ինքը այսպես չասեց, բայց իր որոշումով, իր գործով սիրելիներս, նա այն արեց, ինչ որ նույնը այս որդին արեց։ Նա անկախացավ, նա ասեց ես կարամ իմ ձևով, ես կարամ իմ օրենքներով, ես կարամ իմ մտքով, իմ փորձառությունով եւ այլն։ Նա այս արեց սիրելիներս եւ որդին էլ նույնը։ Գիտեք, սա մարդկային ցանկություն է սիրելիներս։ Եկեք չմեղադրենք, որ էս ինչ վատն է, չէ, մարդկային մեր հոգու խորքում դրված ցանկություն է, որ անկախ լինենք, բայց մենք շատ անգամ այդ անկախությունը սխալ ենք հասկանում։ Այդ անկախությունը սիրելիներս մեղքից է, բայց ոչ հորից։ Այդ անկախությունը, որ Աստված դրել է քո սրտի մեջ, նրա համար է դրել, որ դու ձգտես, ցանկանաս այդ մեղքից անկախ լինելուն, բայց ոչ իրանից սիրելիներս։ Գիտեք, մենք չենք կարա ընդհանրապես ինչ որ բանից կախված չլինենք։ Անհնար է։ Այն օդը, որ Աստված ստեղծել է քեզ համար, դու այդ օդից կախված ես։ Միայն անկախ էակը այս դիեզերքում մեր Տերն է, սիրելիներս։ Ինքը ոչ մեկից կախված չի, բայց մենք կախված ենք իրանից։ Որովհետև սիրելիներս, երբ որ կարդում ենք Ծննդոց գիրքը, չէ, ասում է, երբ որ մարդ ստեղծեց, ասում է կենդանի շունչ փչեց նրա մեջ։ Այդ կենդանի շունչը սիրելիներս իր մեջից մի մաս էր։ Եվ մենք առանց այդ մասնիկի չենք կարա լինենք։ Դրա համար կախված ենք այդ հորից, սիրելիներս։ Եվ գիտեք, այս պատմությունը ինձ մի ուրիշ բան էլ է սովորացնում, որ ոչ թե այստեղ միայն գնում է նրա մասին, որ մեր հայրը ինչ սիրտ ունի, որ մեր հայրը ներող է, գթառատ է, վերականգնող է, բարձրացնող է, այո, սրա մասին էլ է խոսք գնում, բայց այստեղ տեսնում եմ նաև եկեղեցի։ Այստեղ տեսնում եմ ընտանիք։ Այստեղ տեսնում եմ հորտուն։ Այստեղ տեսնում եմ բաներ, սիրելիներս, որ շատ նման է եկեղեցուն։ Եվ եկեք մի քիչ այս տեսանկյունից էլ նայենք այս պատմությունը։ Եկեք ոչ միայն վերնագրենք դա մենակ անձնական մեր վրա, այլ եկեք վերագրենք նաև ամբողջ եկեղեցու վրա այս պատմությունը։ Ամեն։ Երկրորդ կետը, որ նշել եմ սերներս, ինչ էր որոնում որդին։ Որոնում էր կատարում։ Լիցքավորվածություն, որ ինչ որ մի բան պակաս էր։ Իրեն թվում էր, թե ինչ որ մի բան ներսում պակաս է իրա։ Ինքը պիտի փորձի են ամենը, որպեսի լիություն վերապրի, որպեսի լցվի, որպեսի կատարվի, կատարյալ լինի։
Սիրելիներս, սա տանում է նյութապաշտության։ Սա տանում է զգացմունքային անբավարարվածության։ Եթե դու տանն ես, քո հոր տանն ես, եթե դու վերապրում ես նրա ներկայությունը, եթե դու ճաշակել ես նրա մեծությունն ու սրբությունն ու քաղցրությունը, սիրելիներս, ու մտածում ես հələ մի բան պակաս է քո կյանքում, սիրելիս, սա ոչ թե Աստծո մոտ է այս խնդիրը, այլ քո մեջ է, որ դու չես թույլ տալիս, որ Տերը այդ պակաս տեղը լրացնի։ Դու մտածում ես, մենք մտածում ենք, սիրելիներս, որ մենք հոր տնից դուրս մեր ձևով կարանք լրացնենք այդ դատարկ տեղը։ Եվ որդին էլ այդ մտածեց, ինքն էլ մտածեց, որ եթե գնամ, եթե ես էլ փորձեմ, այն էլ փորձեմ, ծախսեմ, օգտվեմ, այն էլ ունենամ, այն էլ զգամ, հաստատ բավարարված կլինեմ։ Հաստատ կհասնեմ այն, ինչ որ հիմա պակաս է։ Սիրելիներս, ընդհանրապես, ես մի այսպիսի խոսք ունեմ։ Մենք մեր որոշումների արդյունքն ենք։ Երբ որ դու քո կյանքը վերանայում ես, գիտեք, սենց ասեմ, մի քիչ կոպիտ կարող է հնչի, ոչ Աստված է մեղավոր, ոչ էլ Սատանեն է մեղավոր։ Դու քո որոշումների արդյունքն ես։ Մենք մեր որոշումների արդյունքն ենք, եւ մենք մեր որոշումների պտուղները քաղողն ենք։ Ամեն։ Եվ այս պատմության մեջ էլ սիրելիներս, որդին իր որոշումների հետևանքները սկսեց քաղել։ Սկսեց քաղել, գիտեք, հետաքրքիր է, որ պատմության մեջ նշված չի, եթե կարևոր լիներ, ինձ թվում է Հիսուսը առակի մեջ կնշեր, որ ախար հայրես, ինչի չզգուշացրեցիր քո որդուն, որ գիտես որդի, եթե գնաս, եթե էսել անես, եթե էսել փորձես, մեկը չի բավարարելու, մեկը ինչ-որ մի բան պակաս է լինելու քո կյանքում, մեկը ինչ-որ խնդիրներ լինելու է քո կյանքում, գիտեք ինչի համար չասեց, ես մտածում եմ այսպես, մեկը ինքը իր մեջ արդեն որոշել էր։ Հայրը ուզում է մեջտեղից էր կիսվեր, մեկը տղեն արդեն որոշել էր, որ պիտի անի։ Սիրելիներս, մենք էլ մեր կյանքով որոշումներ ենք կայացնում։ Ու շատերս էլ կվկայենք, չէ, որ եղել է պա, որ քույրը, եղբայրը մոտեցել է, ինչ որ ձևով նախազգուշացրել է մի բանից առաջ, բայց մենք մեր որոշումը կայացրել ենք։ Ու գիտեք, մի բան էլ արել ենք, որ մեկի հաստատությունը չենք ստացել, փորձել ենք մյուսի մոտ գտնենք այդ հաստատությունը։ Որ ինչ որ մեկը հաստատի մեր որոշումը, որ մեր խիղճը հանգիստ լինի այդ անելուց։ Ճիշտ է թե չէ, թե մենակ ես եմ տենց իրավիճակների մեջ եղել։ Հա, մենակ ես եմ, հալելույա։ Ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Այս որոշումների հետևանքն է, սերներս։ Չքավոր դառնալ։ Նրան իր ագարակն ուղարկեց այդ քաղաքացին այդ երկրի, որ խոզ արածեցնի։ Այս պատմությունը շատ լավ գիտենք ու սրա հետևն էլ կանգնածը գիտենք, սերներս, թե հրեայի համար խոզ արածեցնելը ինչ էր նշանակում։ Կուզեմ հիմի մեր վրա վերագրենք, ինչա մեր համար դա նշանակում, սերներս։ Մենք երբ որ մենք հոր տան մեջ ենք, մենք բաներ ենք լսում, մենք բարոյական սկզբունքներ ենք վերցնում։ Երբ որ այդ հոր տնից հեռանում ենք, այդ բարոյական սկզբունքները դառնում են երկրորդական մեր կյանքում։ Սկսում ենք խոզեր արածեցնել, սկսում ենք բաներ անել, սիրելիներս, որ հեչ վայել չի քրիստոնյային։ Սկսում ենք բաների մեջ մտնել, որ ընդհանրապես մեր հոր դուրը չի գալիս, որովհետև սիրելիներս, այդպես է, անկախ մեզանից է դա կատարվում։ Հոր տնից հեռացանք, այդ բարոյական, այդ մտքի փոփոխությունն, այդ ամենը կամած կորում է։ Կամած դու դառնում ես աշխարհից մեկը։ Կամած դու նմանվում ես իրենց։ Կամած քո համար արժեքները վերափոխվում են նորից։ Սիրելիներս, երբ որ որդին որոշեց, որ ես ուզում եմ իմ հոր տնից, ասում է հեռու երկիր, այսինքն ընդհանրապես կապ չունենամ իմ հոր տան հետ, ոչ էլ զանգեմ, ոչ էլ հալը հարցնեմ։ Ոչ էլ սենց մի բանով, սենց ուղակի ականջս հասնի, էլի ինչ հա կատարվում իմ հոր տան մեջ ընդհանրապես։ Սիրելիներս, վտանգավոր դիրք է։ Տեսեք, որդին այն ժամանակ հո չէր հասկանում։ Հետո էլ միգուցե ասենք, դե հայրես, խիչ հասեցիր, խիչ զգուշացրեցիր։ Ժորժ ջան, հայրը հիմա մեզ զգուշացնում է։ Ամեն։
Հայրը մեզ զգուշացնում է, որ հոր տնից հեռու չկա բավարարվածություն, չկա լիություն, չկա հոգու խաղաղություն։ Ամեն։ Սիրելիս միշտ մի բան գտնելու ես, որ քեզ թվա, որ այս սրան էի ես ուզգտում։ Հասար ժամանակավոր է, կորելու է, դառնալու է սովորական մի բան, թեկուս են ամենամեծ բանը լինի, թեկուս են քո ամենամեծ երազանքը լինի, հասար դրան, անցնելու է կարճ ժամանակ քո համար շատ հասարակ մի բան է դառնալու, որովհետև ախար հավիտենականության պակասը չեն կարող լրացնենք ժամանակավոր մի բանով, սիրելիներս։ Հավիտենականության պակասը միայն կարող ենք լրացնել հավիտենական հոգով։ Ամեն, ու այդ հոգին, որ փափագում է մեզ, ասում է ուր ես կորել, ուր ես գնացել, մենք սենց մի հատ խոսք ունենք, ընկել ես դոդի բաղջեքը, Ժորջան, ընկել էր խոզանոցը, ես ուր ես հասել, հլը որտեղ էիր, ուր ես եկել, քո բարոյականության արժեքները հլը որտեղ էին, ուր ես հասել, քո համար այն ժամանակ որն էր ճիշտը, որն էր սխալը, այսօր որն է ճիշտը, որն է սխալը, հլը տես ինչ է կատարվում, այդ հոգին աղաղակում է սիրելիներս, 1 կասի, 2 կասի, 3 կասի, միգուցե 4 անգամ էլ ասի, բայց կարող է գա այն 5-րդ էլ չասի է։ Էդ էլ կլինի Սուրբ Հոգու հայոյանքը մեր կողմից, որ էլ եթե չասեց, վերջ։ Սիրելիներս, մի հատ լավ լուր կա, կապ չունի որ ստադիայում ես գտնվում այդ փախուստիդ մեջ, կապ չունի որտեղ ես գտնվում, կապ չունի հոգով ուր ես հասել, մտքով ուր ես հասել, միշտ կա վերադարձի ճանապարհ։ Հալելույա, փառք Տիրոջը սրա համար, սիրելիներս, մի հատ Տիրոջ եկեք ծափարենք, հա։ Հալելույա։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, հələ տեսեք ինչ է գրվում, 17-րդ խոսքում ասում է, եւ սթափվելով ասեց։ Աս ուրիշ թարգմանության մեջ ասում ինքն իրեն գալով ասեց, ժողովուրդ ամենակարևոր ու ամենաբարդ բանն է, գիտեք։ Ամենաբարդ բանն է, որ սթափվես, սառը դատես իրավիճակը, ոչ թե էմոցիոնալ։ Որ սթափվես, հպարտությունդ քեզ չթելադրի, այլ սառը միտքը ասի, լսի ես ուր ես հասել։ Այս ասիներս սթափվել ու հետո ասել։ Գիտեք, Աստծո ժողովուրդ, ասեմ ձեզ, ինձանից սկսած, ձեզանից էլ շարունակած, եւ չգիտեմ որտեղ քրիստոնյա լինելուց էլ ավարտած, բոլորս այս որդու իրավիճակում եղել ենք։ Ամեն։ Միգուցե ֆիզիկապես ներկա ես եղել, բայց հոգով ներկա չես եղել։ Հոգով արդեն քո անկախության մեջ ես եղել, արդեն քո մտքերով ուրիշ տեղ ես եղել, բայց Տերը հիշացրել է, չէ՞։ Հիշացրել է, որ վերադարձի, արի տուն, տղա ջան, աղջիկ ջան, տուն արի։ Սիրելիներս, այս տուն, որ մենք ասում ենք, սա եկեղեցին է։ Սա եկեղեցին է, Աստծո մարմինն է։ Եթե դու կդրվեցիր այդ ակունքից, այդ աղբյուրից, այդ մարմնից, մատը թլկտրի գցի։ Մատը թլկտրի գցի, քանի ժամ հետո այդ մատը չորացած կլինի։ Բայց մարմինը դեռ գոյատևում է, ճիշտ է։ Սիրելիներս նույնպես մենք ենք, եթե մենք Աստծո տնից հեռացանք, մարմնից կդրվեցինք, միգուցե չգիտակցենք, դե լավ, հա, ինչ ես խոսում։ Ես իմ քարոզը լսում եմ։ Ես իմ քարոզը ամեն օր լսում եմ։ Ես մասնակցում եմ on-line ծառայությունների, Տերը օրհնի, շարունակեք սիրելիներս։ Շատ կարևոր է, շատ լավ է, որպեսզի աճենք, բայց սա եկեղեցու տեղը չի լրացնում։ Ամեն։ Եվ այսպես էլ սիրելիներս կդրվեցինք, չորանալու ենք, վաղ թե ուշ։ Ամեն։ Սիրելիներս, եւ սթափվելով ասելը նշանակում է, որ անձդ ուրանաս։
Անձդ ուրանաս։ Դու քեզ ուրանաս, գիտակցես, որ այո Տեր, սխալ եմ եղել։ Գիտեք, ես զգացել եմ, որ ամենաբարդ բաներից մեկը կյանքում սա է, որ դու քո սեփական սխալը խոստովանես։ Նախ դու քեզ։ Եթե դու քեզ խոստովանեցիր, հավատացած եմ, որ ուրիշներին խոստովանել էլ տենց դժվար չի։ Ամեն։ Եվ հպարտությունը մի կողմ դնել սիրելիներս։ Սա է նշանակում ինքն իրեն գալ եւ սթափվելով ասել, որ այո Տեր ջան, ես ունեմ քո կարիքը։ Սիրելիներս, Աստծո խոսքն ասում է եկեղեցին, Աստծո ընտանիքն է։ 5-րդ կետն է սա։ Սա գրված է Եփեսացիների 2:19-ում։ Պողոս ասում է, ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չենք։ Սիրելիներս, այդ որդին պանդուխտ էր այդ օտար երկրում, այդ հեռու երկրում։ Ասում է, այլևս օտար եւ պանդուխտ չենք, այլ սրբերի, համաքաղաքացիների եւ Աստծո ընտանիքի անդամներ ենք։ Ամեն։ Գիտեք սա ինչի է նման, սիրելիներս։ Հələ փորձեք ձեր անչափահաս աղջկան կամ տղուն տնից դուրս անել։ Աբսուրդ է, չէ՞։ Որ մի ծնողը սա կանի։ Որ մի ծնողը իր 8 տարեկան երեխուն դուրս կհանի, կասի դե գնա յոլա գնա։ Աբսուրդ է, չէ՞։ Սիրելիներս, Աստծո ընտանիքում էլ աբսուրդ է, որ Աստված մեզ ասի գնա դու կարաս առանց քո ընտանիքի։ Աբսուրդ է, բայց մենք մեկ այդ 8 տարեկանում ասում ենք ես կարամ։ Անում ենք, գիտներս քարին է քսվում, գիտակցում ենք ու փառք Տիրոջը մեր Աստված նորից մեզ ընդունում է, ամեն, փառք Հիսուսին սրա համար սիրելիներս, եկեղեցին սիրելիներս, ներման վայրը, ամեն, շատ եմ լսել, գիտեք, ու մինչև սորել լսեմ եմ, ու գիտեմ համոզված եմ, որ շարունակելու եմ նույնիսկ լսել, որ այդ ինչ եկեղեցի է, այդ գիտեք ովքեր են հավաքվում այդտեղ, դու գիտեք մարդիկ ինչի մեջ են, դու գիտեք, այսօր ջան, ես էլ կարող եմ գիտեմ կամ չգիտեմ, բայց Աստված գիտի, հա, բայց Աստված ինձ հենց դրա համար է կանչել։ Հիսուսն ասեց, առողջը բժիշկի կարիք չունի։ Հիսուսն ասեց, ես եկա, որպեսզի կորածներին գտնեմ։ Ես ինձ կորած էի համարում, սիրելիս։ Ես ինձ կորած եմ, փառք Տիրոջը, որ Տերը իմ համար է եկել։ Հիմա սիրելիներս, ես կարամ ասեմ, որ չէ, ես արդար եմ։ Աստծո խոսքն ասում է, չկա արդար մեկը, ոչ մեկը, բոլորն էլ ընկել են Աստծո փառքից։ Հիմա ես եմ սուտ ասում, թե Աստծո խոսքը։ Հուշում տամ, ես եմ։ Այսինքն սիրելիներս, եթե մեր Աստված ասում է արի, ուրեմն մենք բարի գտնվենք ու գանք, կապ չունի որտեղ ենք, կապ չունի որ դրվագում ենք արդեն հասել, ասում է հայրն իր ծառաներին ասաց, իսկույն բերեք լավագույն պատմուճանը ու հագցրեք նրան, գիտեք սիրելիներս, երբ որ մարդ վերադառնում է, գիտակցում է ինքն իրենա գալիս թափվում է, որ Տեր իրոք ես քո կարիքն ունեմ ու նորից գալիս է հորտուն, հայրը մնացածներին ասում է հələ դե բերեք, հələ ընդունեք։ Եթե սիրելիներս այս մարդու մոտ կար ապաշխարություն, կար զղջում, կար գիտակցություն, որ ես մեղավոր եմ, որ ես սխալ եմ, ես պիտի վերադառնամ ու իմ հորը խնդրեմ, ասեմ Տեր արժանի չեմ, հայր արժանի չեմ քո որդին կոչվելու, այսի ամենախորը զղջման փաստն է սիրելիներս, որ գալիս ասում է ես ոչ մի բան չեմ ուզում, ուղղակի թող շեմի մտնեմ այդ տանը, ուղղակի թույլ տուր ինձ, ես քո ծառաներից մեկը ելնեմ, ոչ մի բան չեմ ուզում, այ երբ որ այսպես ենք մենք գալիս սիրելիներս, մեր Աստված ասում է հələ բերեք այն լավագույնը, սիրելիս, եթե մենք մեզ ենք բարձրացնում, Աստված էլ բարձրացնելու տեղ չունի, մենք մեր վարձքը ստացանք արդեն,
Բայց եթե մենք թույլ ենք տալիս, որ Տեր, այո, արժան չեմ, սխալ եմ գործել, մեղավոր եմ եղել, ընդունիր ինձ, Տերն ասում է, այ դրա համար, որ դու տեն զղջում ես, ապաշխարում ես, արի։ Արի։ Բերեք, պարարդ, եզը, մորթեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց։ Մի հատ իրավիճակ պատկերացրեք, սիրելիներս, Աստված համարում է, որ այս որդին մահացած էր։ Մահացած մեկը հարություն առնի, դու չես ուրախանա, դու չես զվարճանա, դու չես ցնծա, որ գտնվեցավ։ Հարություն առավ։ Սիրելիներս, մեր Աստված էլ ասում է, կապ չունի որտեղ ես հասել, կապ չունի ուր ես հասել, արի, տնից մի հեռու մնա, իմ տնից հեռու մի մնա, ասում է և սկսեցին զվարճանալ, այ ուրախություն պիտի տիրի սիրելիներս, բոլորի սրտում էլ այդ ուրախությունը պիտի լինի, երբ որ բոլորը, չգիտեմ քանիսը, այս գիտակցությանն են գալիս, որ Տեր, ես քո կարիքն ունեմ, հալելույա։ Սիրելիս, սկզբում, մի քանի տարի առաջ, երբ որ ես ապաշխարել էի, անկեղծ ես վկայում եմ ու խոստովանում եմ, որ ես 7-րդ կետը չէի կարում ընդունեի, որ եկեղեցին աճի վայրն է։ Իմ համար սա հասանելի չէր, որ ես կարամ ուրիշ տեղեր էլ աճեմ, ես կարամ կատարյալ ինձ քարոզներ լսեմ ինձ հայտնություններով, ես կարամ ինձ դասերի գնամ մասնակցեմ, ես այդ տենց եմ աճում, ես եկեղեցում ոնց պիտի աճեմ։ Սիրելիներս, աճը գիտեք երբ է, երբ որ գիտեցածդ գործի մեջ կատարում ես, այդ ժամանակ կարաս համարես, որ աճել ես, բայց եթե միայն քո գիտեցածը ուղղակի լսել է, բայց չես գործի մեջ դրել, չի եղել մի իրավիճակ, որպեսզի դու ապացուցես, ցույց տաս Տիրոջը, ասես Տեր, ես հասկացել եմ։ Եթե իրավիճակը չի եղել, ուրեմն մի համարի, որ աճել ես։ Մեր հովիվը շատ անգամ այս օրինակը բերում, թե հրեաների մոտ երբ է համարվում աշակերտը ավարտած։ Ու դա այն ժամանակ է լինում, երբ որ նա այդ թեորիան ավարտելուց հետո գործնականի մեջ այդ իր սովորածածը ներդնում է։ Ու երբ որ այդ գործի մեջ էլ է արդեն հաջող ավարտում, ինքը համարվում է ավարտած։ Գիտեք, մեր Աստծո մոտ էլ նույնն է։ Մենք շատ ինֆորմացիա կարանք ստանանք այսօր, սիրելիներս, փառք Տիրոջը դրա համար։ Ես ինքս անձամ շատ եմ օգտվում այդ ինֆորմացիաներից, որ կա քարոզների տեսքով ինտերնետում շատ օրհնված եղբայրներ քարոզում են այնց հալելույա քարոզներ են անում, փշակ հաղվում ես, ասում ես, «Էս ինչ լավ հայտնություններ», բայց գործի մեջ չես կարող դնես, որովհետև քո համար էդ է։ Այդ էկրանն է, այդ ականջակալներն է, լսեցիր, ավարտվեց, գնացիր աշխարհ, վсё, մոռացար։ Բայց սիրելիներս, մեր Աստված կամենում է, որ մենք այդ գործի մեջ դնենք։ Ու ասեմ ձեզ, այն ամենալավ տեղը, որ քո իմացածը փորձվում է, եկեղեցու մեջ է։ Այստեղ դու պիտի ցույց տաս, թե իրականում այդ սովորածդ կարում ես գործածել, թե ոչ։ Ու գիտեք, հեշտ է, անկեղծ ես ասում եմ, հեշտ է, անծանոթի մոտ ասես կներես։ Սխալվեցի, շատ հեշտ է։ Շատ դժվար է, երբ որ քեզ արդեն հարազատ մարդ, ճանաչում ես, լավ էլ գիտես, իրա մոտ ասես, կներես ես սխալ եմ։ Թե մենակ ես եմ տենց մտածում։ Սիրելիներս, եկեղեցին աճի վայրն է։ Տեսեք, Եբրայեցիների հեղինակը 10:24-ում ասում է, եւ միմյանց նկատմամբ հոգատար լինենք։ Ուշադրություն դարձրեք հերթականությունը, սիրելիներս, ուշադրություն դարձրեք հերթականությանը։ Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք, սիրո ու բարի գործերի մղելով։
մոտիվացիա դու, օրինակ եղիր, քաջալերի, բարձրացրու, սիրո բարի գործերի մեջ։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չանենք։ Մեր մեկտեղ հավաքվելը զանց չանենք։ Այդ տան մեջ այդ հայրը կանչում է երեխեքին շուշուտ, հավաքվեք։ Ինքը սիրում է, որ իր տունը իր երեխեքով լիքնա։ Ամեն։ Փոշմանեցի։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չանենք, ինչպես ոմանց սովորությունն է։ Մեր մեկտեղ հավաքելը չթողենք, ոնց որ մի քանիսը արդեն սովորություն են դարձրել, նորմալ է, դե լավ է, ինչ պարտը դիրա։ Այլ միմյանց քաջալերենք, հավաքվելը չթողենք, այլ միմյանց քաջալերենք, ինչին քաջալերենք, մեկտեղ հավաքվելուն, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է, գորը կարոզ իշում եք, էլ երգար չտեղում, սերներս մեր տիրոջ գալուստը մոտա, արդեն տեսնում ենք, բոլորս էլ տեսնում ենք, զգում ենք, մի բան կա, որ սենց գիտակցում ես, որ Տեր ջան, այո, քո գալուստը մոտ է, իսկ հեղինակը ասում է, որքան ավել, որ այդ գիտակցում ես, այդ մեկտեղ հավաքվելը չպիտի թողնես։ Որքան ավել, այդ բարի գործերը ու սերը չպիտի թողես։ Ամեն։ Որքան ավել, այս բաների մեջ լինելով, պիտի աճես։ Ամեն։ Սերներս, եկեղեցին ամենալավ և ամենաէֆեկտիվ աճի վայրն է։ Բնականաբար, այո, մեր ուրիշ բնագավառները մեր կյանքի, այնտեղ էլ մենք կարող ենք աճել։ Այնտեղ էլ է հնարավորություն ստեղծվում, ես չեմ ասում, որ միայն եկեղեցում է, չէ, բոլոր տեղերում էլ դու կարաս աճես, բայց եկեղեցու մեջ դու ստանում ես այն աճը, որ ոչ մի տեղ չես կարա ստանաս։ Ոչ մի տեղ չես կարա դու ստանաս այդ աճը։ Կապ չունի գործի վայրում, ընտանիքում, հարազատության մեջ, ընկերական շրջապատում, կապ չունի, եկեղեցու աճը լրիվ ուրիշ է, սիրելիներս։ Լրիվ ուրիշ է, ու շատերս կարանք ասենք ամեն սրան, սեփական փորձից, ամեն, հալելույա։ Եվ վերջին կետը, սիրելիներս, եկեղեցին, որպես ծառայության վայր։ Այդ տղեն, այդ որդին գիտակցեց, ասեց, ես կուզեմ քո ծառաներից մեկը լինեմ։ Հոգու խորքում մի բան հասկացավ, որ ես էլ պիտի ձեռք մեկնեմ, ես էլ պիտի անեմ, ես էլ պիտի իմ բաժինը ունենամ։ Գիտեք սերներս, հայրն էլ ընդունում ասում է, լսի, դու ծառա չես, դու որդի ես, որքան ավելի պատասխանատվություն կա այդ որդու վրա, որքան ավելի սերներս մենք պատասխանատվություն ենք ունենում, կրում, երբ որ մեզ Աստված կոչում է իմ որդի, իմ դուստր, որքան ավել, և առաջի Պետրոս 4:10 տեսեք հեղինակը, Պետրոսը ինչ ուժեղ խոսքեր է գրում, յուրաքանչյուր ոք իր շնորհն ընդունել է։ Հիմա կասես, ես շնորհ չունեմ, հիմա եկեք նույնց հարցը տամ, ով է սուտ ասում, խոսքը թե դու։ Հուշում, դու։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է։ Չի ասում, եթե ընդունել է։ Ընդունել ես, դու ունես շնորհ։ Աստված քեզ հենց այնպես չի ստեղծել։ Այն իրար մատակարարեք։ Շնորհ կա քեզ տվե Աստված։ Այդ շնորհքը քո համար չի։ Շնորհ կա քեզ Աստված տվել, այդ շնորհքը տվել է, որ իր տան մեջ գործի դնես։ Որպես Աստծո զանազան շնորհների բարի տնտեսներ, ուշադրություն դարձրեք տնտեսների վրա,
Դու այդ շնորհքի սեփականատերը չես։ Դու այդ շնորհքը, ես այդ շնորհքը իմ սիրուն աչքերի համար չեմ ստացել։ Ես այդ ամենը ինչ որ Աստծուց ստացել եմ, ինձ Աստված տվել է, որպեսզի ես տնտեսեմ եւ գործածեմ իրար համար, մեր համար, բոլորիս համար, Աստծո տան մեջ գործածելու համար, որպես լավ տնտես։ Եթե մեկը խոսում է, թող Աստծո խոսքի պես լինի։ Լոգիշ։ Եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում։ Տեսեք, հետաքրքիր մի բան ասում։ Ծառայում ենք, չէ՞, բոլորս էլ։ Ասում է, եթե ծառայում ես, այն շնորհքով ծառայի, որ Աստված քեզ տվել է։ Եթե մենք ծառայում ենք մեր կարողությունից երներս, մեր ուժից, մերով, դա Աստծո համար ծառայություն չի համարվում։ Գիտես, Աստված չի կիսում իր փառքը ոչ մեկի հետ։ Աստված տալիս է այն մարդուն էլ ավելի շնորհք, երբ որ ինքը գիտակցում է, որ ինքը առանց այդ շնորհքի չի կարա։ Եթե ինքը գիտակցում է, որ այդ շնորհքը իրան պետք է, այդ զորությունը այդ շնորհքով է գալիս։ Եթե ինքը կանգնում ասում է, Տեր, ես այլևս չեմ կարող, իմ տկարության մեջ քո շնորհքը կատարյալ է։ Ամեն։ Այս է ասում սերներս։ Եթե մեկը խոսում է, թող Աստծո խոսքի պես լինի։ Եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում։ Զորություն, շնորհում։ Շնորհքը զորության հետ է սերներս։ Որ Աստված է շնորհում, որպիսի ամեն բանում, ասա ամեն բանում, որպիսի ամեն բանում Աստված փառավորվի։ Հալելույա։ Ծառայում ենք այդ շնորհքով, Աստծո տված զորությունով, Աստծուն փառավորելով, որովհետև ինքն է դրա մեջ փառավորվում։ Հալելույա։ Ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հալելույա։